Ավետիսյան։ Այս տարվա բյուջեով ուրեմն 9.6 միլիարդ տրամադրել էիք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, բայց ճշտումներից հետո այդ գումարը դարձել է 1.6 միլիարդ եւ այս տարի հաջորդ տարի 26 թվականին եւս 2 միլիարդ տրամադրում եք այդ նույն աշխատանքներին։ Նախ մի հատ խնդրում եմ ասեք 9.6 միլիարդից ինչու է դառել 1.4, այդ մնացորդը որտեղ է օգտագործվել եւ ոնց տեսնում ենք այդ աշխատանքները չեն մեկնարկվել, եթե այս տարի չեն մեկնարկվել, հաջորդ տարվա համար էլի ինչի համար եք տրամադրում եւս 2 միլիարդ։ Շնորհակալ եմ Տիկին Ավետիսյան հարցի համար, Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է, 5-րդ ռիսկայնության նախագիծ է, որի պարզ փորձաքննությունը տևել է երևի մոտ 1 տարի, եթե ոչ 1 տարուց ավել։ Միայն պարզ փորձաքննությունը դրա եւ հետո առաջ է եղել նախագծողի եւ փորձաքննողի միջեւ եւ իրականում այս process-ների ենթադրվում է նամանավանդ եթե առաջին անգամ ենք իրականացնում նման մասշտաբի նախագիծ կարող է որոշակի ժամանակ տևել։ Ինչու որտեղ են ուղղվել այդ գումարները Ավետիսյան, քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, այդ գումարների մի մասը էական ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար, եւ մենք ստացել ենք 45 տրոլեյբուսների գնման գումարը, այսինքն նույն ուղղությամբ է գնացել, նույն ասելով ոլորտային նույն ուղղությամբ է գնացել, եւ մենք հաջորդ տարի արդեն ապրիլին, մայիսին ունենալու ենք 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ Երևան քաղաքում։ Ինչ վերաբերում է ինչի է հաջորդ տարի գումար նախատեսվել, դες էլ ձեզ պատմեմ, ուրեմն հետևյալ տրամաբանությամբ ենք որոշել գնալ կառավարության հետ, առաջին հերթին 3 հիմնական գործ ունենք անելու, առաջին հերթին կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային մրցույթի կառուցման մրցույթի հետ կապված հատուկ պայմաններ ավելացնելով, որովհետև իրականում ծավալը շատ մեծ է եւ մեր ստանդարտ ընթացակարգով շատ բարդ կլինի կառավարելի դարձնել կառուցման գործընթացը եւ մենք առաջարկել ենք կառավարության գործընկերներին եւ ոնց որ ունենք համաձայնություն ֆիդիկ տրամաբանությամբ գնալու, սա պատմում եմ դետալներ էլի, բայց այս դետալները շատ կարևոր են, ես հասկանում եմ շատ դեպքերում տենց ուղղակի ինչի չկա մետրոյի կայարանը, հա, սա արդարացում չի, էլի, սա իրականում բարդ process է եւ այս բարդ process-ում ես դες վստահեցնում եմ, ոնց ունեցել ենք կասկադը, տենց ունենալու ենք մետրոյի կայարանի կառուցումը, իսկ 2 միլիարդն էլ նախատեսված է առաջին հերթին տեխնիկայի մրցույթի համար եւ որոշ չափով օտարումներ իրականացնելու համար, որովհետեւ քննարկումների արդյունքում նաեւ հասկացել ենք, որ առաջին ծառայությունը, որ մեզ պետք է այս մրցույթը կայանալու համար դա ինժեներ տեխնիկողն է, որը պետք է շատ որակով լինի եւ նմանատիպ աշխատանք կատարած։ Այսինքն մենք խոսում ենք այտենց մի նոր հանգույցի մասին, որը մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների քանակը մոտավորապես 22-ից 25%-ով ավելացնելու է եւ իրականում ավելի լավ է մենք մի փոքր ավելի ժամանակ ծախսենք այս նախագծման փուլում, տեխնիկողության ընտրության հարցում, ավելի պատրաստված լինենք եւ վստահաբար հետագայում այդ ժամանակը կկոմպենսացվի ավելի որակյալ աշխատանք ստանալով։ Խնդրեմ արձագանք։ Ես այստեղ ուրեմն պետք է փաստեմ, որ կառավարման պլանավորման ավելի ճիշտ խնդիր կա, որտեղ դուք կարող եք տարվա սկզբից հենց ի սկզբանե այդ 9.6 միլիարդի այդ որոշակի հատվածը հենց ի սկզբանե տրամադրել տրանսպորտին, ոչ թե սկզբում տրամադրել մետրոյի կառուցման աշխատանքներին, հետո տարվա կեսից հենց վերանայումներ անել, նոր հասկանալ, ոչ է չի ստացվում, եկեք տրամադրենք ուրեմն այլ գործերի վրա։ Եթե այս ճոպանուղուն վերաբերվող գումարները փաստաթղթային փուլերի համար են, այստեղ հստակ նշված է կառուցման աշխատանքներ։ Իմ պատկերացում կառուցման աշխատանքները մենք այս տարվա սկզբին, այս տարվա մեջ արդեն պետք է ինչ-որ չափով տեսնեինք։ Ճոպանուղու համար հստակ նշված է 200 միլիոն նախագծանախաշվային աշխատանքների համար։
Շնորհակալ եմ Տիկին Ավետիսյան, իրականում 200 միլիոն դրամով շատ կուզեինք, բայց ցավոք ճոպանուղի կառուցել չենք կարող, բայց կարծում եմ նախագծանախաշվային փաստաթղթեր ստանալ կկարողանանք։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ